Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ մեզի ձեզի մեծ ավետիս։ Դարքիր Աստված իր որդուն ուղարկեց։ Ինչ ցավալի է, որ Երուսաղեմ քաղաք չուրախացան այ մարդ։ Բա Տերը ծնվեց, եկան մոգերը հերու երկրից հեթանոսներ, ասեցին Տերը ստեղ ծնվել է, խառնվեցին Հերովդես, ոչ ոք չուրախացավ։ Չուրախացան, որտեվ մեղքի մեջ էին ժողովուրդ ջան։ Մեղքն էին սիրել, խավարը չընդունեց նրան։ Իրենների մոտ եկավ, իրենները չընդունեցին, բայց ովքեր ընդունեցին Աստծո որդներ կոչվեցին։ Փառք Տիրոջը, մենք ընդունում ենք իրան։ Տիրոջը տեսել եմ, իր աչքերը ժողովուրդ ջան, երեգել է հիշում։ Իր աչքերը, այդ ինչ աչքեր է։ Սիրով լցված, սիրով, բայց որ նայում ես ախր ինչ կա, մեզի մեր ինչը սիրեց, բայց ինքը սիրեց է։ Անծանոթ բաներ էսի մեզ, անծանոթ։ Բայց Տերը երկնքից եկավ, Տերը երկնքից, մենք հակառակ ենք, հիմա ուղղվել ենք, եւ շարունակելու բան այս, էլի պետք է ուղղվենք։ Տերը կամենում է, որ մենք իր ժողովուրդը լինենք, ժողովուրդ ջան։ Հավատացեք, ինքը երկնքից եկել է, որ մենք ճանապարհ ունենանք ընդ գնալու։ Ճանապարհ, ասեց ես եմ ճանապարհը, երկինք տանող։ Հավատացյալները թող շատ երկար ապրեն։ Մի օր երբ որ կգնանք, մենք հանգիստ ենք գնում, գիտեք։ Այդ կան հոգևոր թաղումների եմ մասնակցել, դուք էլ ուշադիր եղեք։ Բոլոր հավատացյալներին sense մոտիկից գնացել եմ, նայել եմ դեմքներին։ Ես գնում եմ, նայում եմ դեմքներին, խաղաղություն։ Հանգիստ, վախի բան չկա անդե։ Երբ որ, եթե քիշեք, ասենք տենց գիրք կա, Յոերթաս, այդ գրքի մեջ գրված է, որ քրիստոնյաներին, ջայլ աղջիկներին առուծները հոշոտում էին։ Այդ թագավորը ասում է զարմացավ, բայց սրանց առուծներ ուտում են, մի հատ իրանք երգում էին, փառք էին տալի։ Ասում է մի հատ դիակները չհավաքեք, ես պետք է մոտենամ սրանց դեմքին նայեմ, ես ով էին։ Մոտենում է նայում է դեմքներին, այ մարդ, երջանկություն։ Աստված սրա համար իր որդին ուղարկեց։ Որ հավատացյալ ժողովուրդը ուրախ լինեն, ժողովուրդ ջան։ Այս ուրախությունը կապված չէ, այսօր ին փողերը աշխատավարձս տվել են ուրախ եմ։ Էսի դրա հետ կապ չունի։ Այս ուրախությունը չի վերջանում։ Էսի երկնքի հետ է կապված, Աստծու հետ է։ Եթե հավատացիք, որ ինքը կենթանի Աստված է, ինքը կենթանի Աստված է, ժողովուրդ ջան։ Ասում եմ, մեր ընտանիքում մենք չենք նշել sense բան։ Ես առաջի անգամ նշել եմ 92 թվին, մինչև հիմա նշում ենք Քրիստոսի ծննդյան օրը։ Շատ քաղցր օր այսի, ոնց կարելի է չնշել։ Առիթ է, որ նոր տարին գիտեք, չէ ժողովուրդ ջան, Քրիստոսի թլպատության օրն է։ Ասենք նոր տոմարով ամսի 25-ին է ծնունդը, նոր տոմարով։ 8 օր որ գնում ես առաջ, ամսի 1-ն է։ 5 տոմարով ամսի 6-ին ենք նշում, 5 տոմարով։ Էլի 8 օր հետո գնում ես, դառնում է 5 նոր տարին, ամսի 13-ը։ 8-րդ օր նոր տարին էլ է կապված Քրիստոսի հետ, այդ սաղ։ Բայց ես չեմ էլ իմացել, որ 2025 թիվը Քրիստոսի ծնունդից սկսած։ Ես այդ չեմ իմացել։ Որ եկել եմ պաշտամունքների բան, նոր իմացել եմ ու շատ ամաչել եմ ինձնից։ Որ այ մարդ, բա ես էլ չեմ իմացել։ Մեր թվարկությունից առաջ կոմունիստները Քրիստոսի ծնունդից առաջը հանեցին։ Մնաց մեր թվարկությունից առաջ, մեր թվարկությունից հետո, բայց այդ ինչ թվարկությունն է ոչ մեկ չգիտեր։ Բայց դա Քրիստոսի ծնունդից սկսած է։ Ինչքան ուզում է աշխարհը հակառակվի, հակառակվում են Քրիստոսին, եւ գայթակղության քար է եղավ ինքը։ Աստծո մոտ ճանապարհը մենակ Քրիստոսն է, ժողովուրդ ջան։ Աստված իր որդին է ուղարկել։ Իր որդին Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, ժողովուրդ ջան։ Բա ինքը այդ ճանապարհի համար եկել է մեզ, որ ցույց տա այս ճանապարհը։ Հիանալի մարգարեություն տրվեց Եսայի 7-րդ գլուխ, ժողովուրդ ջան։ Եվ Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ ասելով. մի նշան խնդրիր ինձ։ Քեզ համար Եհովա Աստվածանից կամ խոր անդունդում կամ վերը բարձունքում, բայց Աքազ ասեց. չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի։
Նա էլ ասեց. հիմա լսեք ով Դավթի տուն, սա քիչ բան է ձեզ համար, որ մարդկանց աշխատություն եք տալիս, որ Աստծուն էլ եք աշխատացնում, Աստված խառնվում այս գործին, ասում է, մարդիկ էիք խառնում, հիմա Աստված է խառնվում, այս գործին, սրա համար Տերը ինքը նշան կտա ձեզ, ահա կույսը կհղիանա և կծնի մի որդի, և նրա անունը կկանչեն Էմանուել, նա կոգի և մեղր կուտի միջև, որ գիտենա չարը մերժել, լավ ընտրել, որովհետև մանուկը չարը մերժելը, բարին ընտրելը գիտենալուց առաջ, կթողվի այս երկիրը, որոնց երկու թագավորները առաջին դու վախենում ես։ Այ ասում է մի վախեցիր, ահա հիմա Աստված խառնվում այս գործին, իրա որդուն է աղոարկում, կույսից ծնված, ինչի հենց շեշտում է կույսից, որովհետև Մատթեոս առաջի գլխում ասում է ազգահամարը Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը Հակոբին, այդ մեղքի շղթան Աբրահամից փոխանցվեց Իսահակին, տղամարդուց է փոխանցվել մեղքը։ Հիմա էլ է տենց, տղամարդու էությունից է փոխանցվում իր զավակներին, տղամարդուց։ Հիմա այդ շղթան պետք է կդրվեր մեղքի, մի վախեցի, ահա կույսը հղիացավ, էլ մեղքի շղթա չկա այնտեղ, իրան չի փոխանցվել մեղքը։ Ինքը միակ ճշմարիտ Սուրբ Աստվածն է ծնվում, որովհետև կույսից ծնվեց։ Ասում է, քիչ բաներ մարդկանց աշխատացրիք, հիմա Աստծուն եք աշխատացնում, ահա կույսը կհղիանա։ Եվ սա կատարվեց, ժողովուրդ ջան, Մարիամի միջոցով, հիանալի ծրագիր ունի Աստված փրկելու բոլոր մարդկությունը, բայց գիտենք, որ շատերը կանչված են, քչերը ընտրված